Եվրամիությունը փլուզման վտանգի առջև է։ Եվրոպայի պահպանողական շարժումների եւ քաղաքական ուժերի առաջնորդները մեկը մյուսի հետևից հայտարարում են Եվրամիությունը լքելու անհրաժեշտության մասին։ Բրիտանական հանրաքվեն խառնաշփոթ է առաջացրել միության գրեթե բոլոր երկրներում։ Ֆրանսիայի ազգային ճակատը կոչ է արել Brexit-ից հետո անցկացնել Frexit։ Ֆրանսիան նույնպես դուրս բերել Եվրամիությունից։ Եվրամիությունից Ֆրանսիայի դուրս գալու հանրաքվեն ժողովրդավարական անհրաժեշտություն է, դրանով մենք մեզ կվերադարձնենք Ֆրանսիայի ինքնիշխանությունը։ Brexit-ի գաղափարախոսները պնդում են, որ փլուզումը սկսված է։ Արշավի առաջնորդ Նայջել Ֆարաջը պնդում է, հաջորդը Նիդերլանդներն են, Դանիան, Ավստրիան, նույնիսկ Իտալիան։ Հանրաքվե անցկացնելու մտադրություն է հայտնել Էստոնիայի պահպանողական կուսակցությունը։ Եվրամիության պատմության ամենածանր ճգնաժամի դեմ պայքարում է Անգելա Մերկելը, փորձելով մեղմել ազգայնական ուժերի ոգևորությունը։ Միության մնացած 27 անդամները չեն շտապի եւ չեն անի արագ ու չմտածված եզրակացություններ, որոնք կխթանեն միության պառակտումը։ Պառակտում սպառնում է նաև Բրիտանիային։ Շոտլանդիան մտադիր է նոր հանրաքվե անցկացնել եւ մնալ Եվրամիության կազմում որպես անկախ պետություն։ 2 տարի առաջ Շոտլանդիան հանրաքվեով որոշեց մնալ Մեծ Բրիտանիայի կազմում։ Մարդկանց մեծամասնությունն այդ որոշումը կայացրեց միայն այն պատճառով, որ Բրիտանիան Եվրամիության անդամ էր։ Այժմ այլ հանգամանքներ են եւ Շոտլանդիային իր կամքին հակառակ ստիպում են լքել Եվրամիությունը։ Պառակտումների շարքը ցնցում է ֆինանսական շուկաները։ Բրիտանական ֆոնդային բորսայի առաջատար ինդեքսը կորցրել է 125 միլիարդ ֆունտ ստերլինգ։ Կանխատեսվում է տնտեսական ծանր շրջան։ Բացի այդ, վտանգի տակ են 100 հազարավոր ներեվրոպական գաղթականներ։ 10 տարի առաջ Եվրամիությանն անդամակցած Արևելյան Եվրոպայի երկրների 100 հազարավոր քաղաքացիներ ապրում ու աշխատում են Մեծ Բրիտանիայում։ Այժմ նրանց սպառնում է պարտադրված վերադարձ հայրենի երկրներ։ Դավիթ Սարգսյան, ժամը լրատվական։